Ալավերդի քաղաքում մեկնարկեց ժողովրդական արտիստ դերասանուհի Գալյան Օվենցի հիշատակին նվիրված թատերական լոռի 21-րդ միջազգային փառատոնը։ Այստեղ էին Ալավերդու թատերասեր հասարակությունը, Հայաստանի տարբեր քաղաքներից, Ստեփանակերտից, նաև Թբիլիսիից ժամանած թատերախմբերը։ Ալավերդիում էր նաև ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը, ով ծնվել է Գալյան Օվենցի հետ նույն տարում, նույն օրը, անգամ նույն հիվանդանոցում։ Նույն օրն եմ ծնվել Գալայի հետ, նույն Մարգարյանի բանանցում, ինքը չկա ես կա, ահագին ընկերներ եմ գործել, ես չեմ ամանչում, դա աստծո կամոք է, ես պիտի ապրեմ, ու ես ուզում եմ ապրեմ, ու ապրում եմ։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Գալյան Օվենցի որդին ևս ներկա էր։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում բարձր գնահատելով լոռեցի հանդիսատեսին, Ղազանչյանը համոզմունք հայտնեց, որ թատրոնը լավ հանդիսատեսի շնորհիվ է աճում։ Ես հավատացնում եմ ձեզ, եւ սա ես աջակցություններ չեմ կողմից, այսպիսի հանդիսական հայտարարություն Վանաձորի համանդրապետության Թատերական լոռին սկիզբ է առել դեռևս 1979 թվականին, մասնակցում էին միայն համայնքային թատրոններ։ 2006 թվականից ի վեր մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան թատրոններ։ Ալավերդում պետական թատրոն չի գործում, այս ալավերդցիները հնարավորություն են լան թատերական ներկայացուներ արել։ Դուք տեսնում եք դարի ճանապարհին սիրով ծափարում են, այսինքն ինքը սիրում է թատրոն, բայց այդ հնարավորությունը գնալ Երևանում տեսնել չկա։ Այս տարի փառատոնը հատկանշական է նրանով, որ թատերախմբերը ներկայացումներով հանդես կգան ոչ միայն Ալավերդիում, ինչպես մշտապես եղել է, այլ նաև Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում։